2026-ի հունիսը խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ, ինչ հիմքեր ունի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։ Հացադուլ օր 37-րդ Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Վիգեն Էուլջեկչյանի ընտանիքի եւ արգենտինացի փաստաբանի ահազանգը։ Գազայում կատարվածը ցեղասպանություն է, ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովի զեկույցը եւ Թել Ավիվի արձագանքը։ Տանկեր ու զրահամեքենաներ Գազայի անկլավում, Նեթանյահուն հայտարարել է խոշոր հարձակման սկզբի մասին։ Շանսատկելուն մի սպասեք, կատաղության դեմ անհապաղ է պետք պատվաստվել, բժիշկների հորդորը շունը կծելու դեպքում։ 3 տարվա ազատազրկում հերթապահ սպային Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով առաջին դատավճիռը։ 5 միլիոն դրամ գրավ եւ բացակայության արգելք, հակակոռուպցիոն դատարանի որոշումը Գյումրու քաղաքապետի գործով։ Արհեստական բանականությամբ ղեկավարվող դրոններ Երևանի փողոցներում կհսկեն կարգ ու կանոնն ու կհետևեն խցանումներին։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման նոր հստակ ժամկետ է նշվել եկող տարվա հունիսը։ Հայտարարության հեղինակը ոչ այլ ոք է, եթե ոչ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիայի արտգործնախարարը։ Արդյոք Բաքուն հրաժարվել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու իր նախապայմանից, թե թուրք-ադրբեջանական տանդեմը հույս ունի, որ մինչև 2026-ի կեսը սահմանադրական փոփոխությունը իրականություն կդառնա։ Ինչու է հիմա թուրք նախարարի շուրթերից հնչում կանխատեսումը եւ արդյոք Վաշինգտոնյան պայմանավորվածությունները միսուարիում կստանան, թե դրանք կմնան զուտ թղթի վրա։ Ժամի անդրադարձը։ Թուրքիայի պաշտոնական խողովակներից բարձրագույն մակարդակով են մեսիջներ տարածում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի եկող տարվա կեսին։ Ֆիդանը հայտնել էր նաեւ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ֆիդանն այս հայտարարությունն արեց ճիշտ այն պահին, երբ Երևանում հայկական կողմի հետ բանակցում էր թուրք բանագնաց ՔԼՉ, եւ քանի որ հայկական մեդիա դաշտը, սոցիալական ցանցերը թերահավատության լուրեր էին տարածում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև իմիտացիոն գործընթաց է գնում, Ֆիդանը կարծես թե փորձեց զորակցել Հայաստան-Թուրքիա սահմանը հատած հայկական կողմի հետ բանակցային սեղանի շուրջ նստած ՔԼՉ-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ինչ խոսք հետևությունների տեղիք է տալիս։ Նախ ադրբեջանական կողմը միշտ է հայտարարել, թե խաղաղության պայմանագիրը կստորագրեն Հայաստանի հետ Ադրբեջանի ներկայացրած մի քանի պահանջների կատարումից հետո, եւ առաջնագիծ է բերվել Հայաստանի մայրօրենքի փոփոխության վերջնագիրը։ Հայտնի չէ, թե Հայաստանի իշխանությունների հայտարարած սահմանադրության փոփոխությունները երբ ավարտին կհասնեն։ Ադրբեջանը կսպասի դրանց փոփոխությանը, թե իսկապես, ինչպես Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան է հայտարարում, մինչև հունիս փաստաթուղթը կստորագրվի։ Այնուամենայնիվ ադրբեջանական կողմից կարծես թե Ֆիդանին դեռ չեն արձագանքել եւ հայտնի էլ չէ միանշանակ ընդունում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը թե ոչ։ Գուցեև Թուրքիան իրոք տեղեկացված է, որ հնարավոր է Ադրբեջանը պատրաստ է առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության էլ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Չի կարելի բացառել նաեւ, որ Թուրքիան հերթական իր փորձառու դիվանագիտական քայլն է անում, ակնկալելով, որ աշխարհում գլոբալ աշխարհաքաղաքական վիճակն իրենց օգտին է ծառայում։ Նախ արագ կառուցել իրենց բառամթերքում հաճախակի օգտագործվող Զանգեզուրի միջանցքը թուրքական աշխարհի հետ կապվելու համար, եւ հետո Միացյալ Նահանգները եւս շտապողականության մեջ է։ Ֆինանսական աջակցությամբ Հայաստանին փորձում է ավելի արագացնել Հայաստանի հարավային դարպասում Թրամփի ուղու կառուցման աշխատանքները։ Իրականում ինչ է իրենից ենթադրում այդ ուղին։ Միայն երկաթգիծ, ճանապարհ, կամուրջ, պարզ բովանդակալից ձևակերպում եւ ոչ մի կողմից դեռ չկա։ Ժամը լրատվականի հետ զրույցում հարց է տալիս փորձագետը Ռուսաստանից։ Իսկ այդ ճանապարհը ամերիկացիներն են կառուցելու, թե մասնավոր ընկերությունները։ Այդ մասնավոր ընկերությունները կոնսորցիում են, իսկ եթե ռուսներն ու իրանցիներն ասեն, որ դա մեզ դուր է գալիս, մենք էլ մեր ներդրումն անենք, մեզ այնտեղ սպասում են, թե ոչ։ Իսկ Դոնալդ Թրամփը տեղյակ է այդ մասին, թե դա իրոք այդպես է, դուրս են մնացել։ Ռուսաստանն աուտ է, Իրանն աուտ է, այդ դա հարց է։ Իդեպ այդ տրանսպորտային առաջարկները, որ հիմա անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանն արդեն արել էր, իսկ Ամերիկան դա ներկայացնում է know-how։ Այդ առաջարկը կար 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ, նաև 21 թվականի հունվարին։
Помните переговоры Блинкена на полях Мюнхенской конференции? Հիշում եք Բլինքենը Մյունխենում ինչ ասաց, որ մենք ուզում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենք խոսեն իրար հետ, խոսեցին միմյանց հետ, բայց դե Բլինքենը հիմար չէ, նա դա ասում է նկատի ունենալով, որ միմյանց հետ խոսել նշանակում է առանց Ռուսաստանի։ Հիշում եք Օբրայանին, որ հայտարարեց, թե Կովկասը հարկավոր է միացնել Միջին Ասիային առանց Ռուսաստանի եւ Չինաստանի։ Нужна связь Кавказа с Центральной Азией, желательно без участия Китая и России. Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը Մարկեդոնովը դեկլարացիոն է համարում, որպես մտադրություն։ Мы хотим, чтобы мир был. Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, հիանալի է, բայց կարևոր բանալի հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են խաղաղությանը, չկան այդ հռչակագրի մեջ։ Կամ թեզը, թե չկա միջամտություն ներքին գործերին, սահմանադրությունը երկրի ներքին գործ է, թե ոչ։ Իհարկե ներքին է։ Ադրբեջանցիներն ասում են դուք հայեր պետք է փոխեք սահմանադրությունը, քանի որ մեզ այդպես է հարկավոր։ Սա արդեն միջամտություն է ներքին գործերին։ Մենք տեսնում ենք, որ գետնի վրա եղած հարցերը նախնական պայմանավորվածության մեջ չկան։ Азербайджан говорит, вы, армяне, должны исправить Конституцию, потому что нам так считается важно. Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի իշխանությունները հաճախակի են հայտարարում, թե հավատում են, որ խաղաղություն կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ Ալիևը խաղաղություն իսկապես ցանկանում է։ Алиев хочет мира. Այո, Ալիևն ուզում է խաղաղություն, բայց այնպիսին, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։ Յուրաքանչյուր խաղաղություն ստեղծում են հեղինակները։ Այստեղ Իլհամ Ալիևն է համահեղինակել։ Алиеву кажется, что вот идеальный мир наступает. Մարկեդոնովը ամփոփում է. Ռուսաստանը եւս տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում, սակայն հեռանկարով ու տևական եւ ոչ թե հաշվարկով է աշխատում սեփական շահաբաժնի ակնկալիքով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվի քարոզչամեքենան հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը 95%-ով պատրաստ է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրը արդեն իսկ կառուցված է ժամանակակից չափանիշներին եւ բարձր որակի պահանջներին համապատասխան։ Բաքուն ավելացնում է ռազմական բյուջեն 2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության եւ անվտանգության ծախսերը պլանավորվում են 8 միլիարդ 715 միլիոն մանաթի չափ, որը ավելի քան 5 միլիարդ դոլար է։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության համաձայն դա 3.8%-ով ավելի է, քան 2025-ի ռազմական բյուջեն։ Պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկազմեն Ադրբեջանի 2026 թվականի պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտ 21%-ը։ Աշխարհում կատարվող արհավիրքներին եւ մտահոգիչ զարգացումներին են անդրադարձել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ու Հռոմի քահանայապետ Լևոն 14-րդ Պապը Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում կայացած հանդիպմանը։ Կաթողիկոսը Հռոմի քահանայապետի հետ խոսել է Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների եւ փորձությունների մասին, ներկայացրել տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջեւ կանգնած հայ հոգեվոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման հրամայականը։ Բաքվի բանտում կեղեքումների ենթարկվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում առաջ խաղացում չկա, նրանց մասին սևով սպիտակի վրա գրված ոչ մի տող չկա Վաշինգտոնյան համաձայնագրերում։ Բաքուն այրեց վերջին կամուրջը փակելով գերիներից գոնե մի լուր հայտնող կարմիր խաչի գրասենյակը։ Վերջին տեղեկությունը ստացվել է Վիգեն Էուլջեքչյանի արգենտինացի փաստաբանից 37-րդ օրն է հացադուլի մեջ է։ Փաստաբանն ու Վիգենի ընտանիքը խնդրել են, որ Լիբանանի եւ Արգենտինայի իշխանությունները հայ գերու հարցով դիմեն ՄԱԿ-ին։ Առանց հաց ուտելու 37-րդ լուսաբացն է դիմավորում Վիգեն Էուլջեքչյանը ադրբեջանական բանտում։ Գերեվարվելուց հետո առնվազն երրորդ անգամ է հացադուլի մեջ, բայց եթե 2023-ին նա այս ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ ադրբեջանցիներն արգելել էին կնոջ հետ խոսել արաբերեն, իսկ այս տարվա մայիսին առհասարակ զանգել նրան, ապա այժմ Վիգենը փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Ալիևի բանտում հալածվող հայերի վրա։ Նրա փաստաբանը Արգենտինայից ժամին տեղեկացնում է, թե հույս չունեն, որ Վիգենը կդադարեցնի հացադուլը։ Չենք կարողանում Բաքվից տեղեկություն ստանալ Վիգենի մասին։ Ամսվա մեջ միայն մեկ անգամ զանգի հնարավորություն կա, իսկ սեպտեմբերի զանգն արդեն ստացել ենք։ Այն կարծիքին ենք, որ անկախ հետևանքներից շարունակելու է հացադուլը։ Նշել եմ, նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտը։ Լիբանանից էլ Վիգենի կինը Լինդա Էուլջեքչյանը ժամին պատմում է, որ ավելի վաղ ամուսինն իրեն ասել է, թե անտանելի ցավեր ունի, իրեն բժիշկ է պետք, բայց ադրբեջանցիները բժշկական օգնություն չեն ցուցաբերում, ահա զանգում է Վիգենի կյանքը վտանգված է։
Ես չգիտեմ, վերջին անգամ ամուսնուս ամիսներ առաջ եմ տեսել տեսակապի միջոցով, նա հիվանդ էր, հյուծված։ Պատկերացրեք, հիմա հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչու են հապաղում, ինչին են սպասում։ Այն, որ Էուլ Ջեքչյանը գերության 5 տարիների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների, հաստատում է նաեւ ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի զեկույցը։ Երբ Էուլ Ջեքչյանը գերեվարվել է, նրան ծեծել են մինչև գիտակցության կորուստը։ Նա նաեւ ենթարկվել է կեղծ մահապատժի։ Հերոստատեսային հարցաքննությունների ժամանակ Էուլ Ջեքչյանի ձեռքի վրա, որտեղ նախկինում խաչի դաջվածք ուներ, երևում են այրվածքներ, ինչը ենթադրում է, որ այն այրել են։ Իսկ ինչ վերաբերում է Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին եւ ստորագրված հռչակագրին, ապա դրանք անգամ կես անդրադարձ չունեցան ինչպես ռազմագերիների, այնպես էլ մարդասիրական մյուս հարցերին, ինչն էլ մտահոգում է փորձագիտական համայնքին։ Պնդում են, թե այս կերպ որևէ խաղաղություն ոչ թե հարատև, այլ նույնիսկ կարճաժամկետ չի կարող լինել։ Իդեպ, մինչև օրս հայտնի չէ նաեւ Ամերիկայի նախագահը խնդրեց Ալիևին ազատ արձակել 23 հայ քրիստոնյաներին, ինչպես ձևակերպեց Հայաստանի վարչապետի հետ զրույցում նախքան եռակողմ հանդիպումը։ Փոխարենը հստակ է, Ադրբեջանում գործող մարդասիրական միակ կառույցը Կարմիր խաչի պատվիրակությունը, որ պահում էր հայ ռազմագերիների եւ աշխարհի միջև կապը, պարբերաբար տեսակցում նրանց, անհրաժեշտ պարագաներ փոխանցում, այլևս այդ երկրում չէ։ Ալիևը վտարեց նրանց, մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն։ Սա մարդասիրական մեծ ճգնաժամ է առաջ բերում, հաշվի առնելով, որ միջազգային վերահսկողական որևէ մեխանիզմ այլևս չի գործում նրանց կյանք, առողջությունը, անվտանգությունը ապահովելու նպատակով եւ չկա դիտարկման ուղղակի մեթոդ, որի միջոցով հնարավոր կլինի պարզել նրանց իրական ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը եւ նման մեկուսացվածությունը իր մեջ ծանր մարդկային հետևանքների ռիսկեր է կրում։ Էուլ Ջեքչյանի հարցը հասել է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը։ Լիբանանում հայ դատի հանձնախումբն է դիմել այդ կառույցում երկրի մշտական ներկայացուցչին, բարձրաձայնելու դեռ 2020 թվականից Բաքվում ապօրինաբար բանտարկված քաղաքացու մասին։ Նույնն անելու համար խնդրագրեր են ուղարկվել նաև Արգենտինայի իշխանություններին։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Գազայում կատարվածը ցեղասպանություն է, ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովի զեկույցը եւ Թել Ավիվի արձագանքը։ Տանկեր ու զրահամեքենաներ Գազայի անկլավում, Նեթանյահուն հայտարարել է խոշոր հարձակման սկզբի մասին։ Շանսատկելուն մի սպասեք, կատաղության դեմ անհապաղ է պետք պատվաստվել, բժիշկների հորդորը շունը կծելու դեպքում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում նախ միջազգային լրահոս։ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացրել, ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովն է եկել նման եզրակացության։ Անկախ այդ հանձնաժողովը պաշտոնապես չի խոսում Միավորված ազգերի կազմակերպության անունից, բուն ՄԱԿ-ը ցեղասպանություն տերմինը դեռևս չի գործածել։ Հետաքննող հանձնաժողովի կարծիքով Գազայի գործողությունները հրահրել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Եվ չի ուշացել Թել Ավիվի պատասխանը, Իսրայելի արտգործնախարարությունը կոչ է արել լուծարել ՄԱԿ-ի այն հանձնաժողովը, որը հրապարակել է զեկույցը, հայտարարելով, թե այն հիմնված է ստերի վրա։ Այս գիշեր Իսրայելի օդային հարվածների թիրախավորել են բնակելի տարածքներ, բարձրահարկ շենքեր եւ ապաստարաններ Գազա քաղաքում մեկ օրում սպանելով առնվազն 49 պաղեստինցու։ Քաղաքի սահմանին հարյուրավոր տանկեր եւ զրահապատ մեքենաներ են տեղակայել։ Վարչապետ Նեթանյահուն ասել է, որ սա խոշոր հարձակման սկիզբն է։ Պաշտպանության բանակի խոսնակն էլ զգուշացրել է Գազայի բնակիչներին դուրս գալ քաղաքից եւ տեղավորվել հարավում հատկացված գոտիներում։ Գազայից տեղահանվածների թիվը արդեն անցել է 350,000-ը։ Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը կառաջարկի Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ կապված այս պետության գործողությունների հետ Գազայի հատվածում, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն ճեպազրույցի ժամանակ։ Ըստ նրա վաղը կոլեգիայի նիստի ժամանակ եվրահանձնակատարները կընդունեն Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ, մասնավորապես Եվրահանձնաժողովը կառաջարկի կասեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ։ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափի հարցը դեռևս մշակվում է։
հայտարարել է համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ Նա նշել է նաև, որ սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում ընդունի իր մասնակցությունը ավելի արդյունավետ տեսնելու համար։ Վերադառնանք Հայաստան, պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու հայտարարության նախագիծ է ներկայացրել, որը Facebook-ի իր էջում հրապարակել է խմբակցության ղեկավարը։ Իմփիչմենթի գործընթացը ըստ պատիվ ունեմի ենթադրում է վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա և ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում։ Քվանտային և տիեզերական տեխնոլոգիաներ, մարդ-մեքենա ինտերֆեյսեր։ Գիտության զարգացման այս ուղղությունները ի թիվս այլոց սահմանված են կառավարության ցանկում։ Փորձագետները չհերքելով մոլորակի և մարդկության համար գիտության այս ուղղությունների կարևորությունը, միաժամանակ դրանք մեր երկրի համար ոչ առաջնահերթ են համարում։ Միջազգային ռեյտինգային ցուցակները արտատպելու փոխարեն նրանք առաջարկում են ուսումնասիրել մարտահրավերները և ընտրել գիտության այն ճյուղերը, որոնք իսկապես խթանելու և զարգացնելու կարիք կա մեր երկրում։ Հայաստանում գիտությունը պետք է զարգանա, որ տնտեսությունն աճի, աղքատությունը նվազի, բանակը հզորանա։ Որքան հաճախ եք չէ՞ լսել գիտության զարգացման կարևորության մասին նման դատողություններ։ Դատողությունները լավն են, մնում են գործնական քայլերը, բայց մինչև քայլեր կատարելը կառավարությունը որոշել է սահմանել գիտության այն ուղղությունները, որոնցում պետք է կատարվեն այդ քայլերը։ Երկրի համար հերանեկարային են այն ուղղությունները, որոնք բավարարում են այդ երկրի որոշակի պահանջները։ Այսինքն, պահանջները կարող են լինել տնտեսական, պահանջները կարող են լինել պաշտպանական, առողջապահական։ Իսկ որոնք են գիտության առաջնահերթ ճյուղերը, որոնցում փողեր է ներդնելու պետությունը եւ տարատեսակ ծրագրեր է իրականացնելու առաջիկա տարիներին։ Ահա ցանկը՝ արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, քվանտային տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներ, էլեկտրոնիկա եւ էլեկտրամագնիսականություն, տիեզերական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա, մարդու լավարկում եւ առողջապահական տեխնոլոգիաներ եւ այլն։ Այնտեղ նույնիսկ չկան այնպիսի ոլորտներ կամ անվանումներ, որոնք մենք ենք որոշել ելնելով մեր պահանջներից, մեր իրավիճակից, մեր երկրի զարգացման տեսլականից։ Սրանք ուղղություններ են, որոնք միջազգային զեկույցներում նշված են որպես հերանեկարային ուղղություններ, հիմնվելով որոշակի ցուցանիշների վրա։ Այսինքն խնդիրն էլի արտատպումն է։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի համար այս պահին առաջնահերթ է գիտության այս մի ճյուղի զարգացումը, բայց դա չի նշանակում, որ նույն առաջնահերթությունն է նաև Հայաստանի համար։ Այդ փաստաթղթին, որ դուք ծանոթանում եք կամ բոլորը որ ծանոթանում են, հասկանում են մենք, թե ինչ նպատակներին հասնելու համար մենք պետք է զարգացնենք օրինակի համար մեքենայական ուսուցման ուղղությունները։ Ինչ է դա տալու Հայաստանին։ Օրինակ, ամենօրյա երկրաշարժերով հայտնի Ճապոնիան համարվում է աշխարհում ամենասեյսմակայուն շինարարությունն ունեցող պետություններից մեկը, քանի որ տարիներ շարունակ ֆինանսավորում է գիտության այն ճյուղերը, որոնք ապահովում են շինությունների ամրությունը։ Մենք մեր օրինակ սովորական ծորենի բացարձակ մեծամասնությունը ներկրում ենք։ Շատ տրամաբանական է, որ փորձել զարգացնել գյուղատնտեսական գիտությունները, որպեսզի 5 կամ 10 տարի հետո կամ 15 տարի հետո հասնես մի իրավիճակի, որ պարենային անվտանգության հարցը ավելի լավ վիճակում լինի կամ ամբողջովին լուծված լինի, քան հիմա։ Հելսինկիում ոչ ոք չի մահացել ավտովթարից։ Պատկերացնում եք, մի ամբողջ տարի զոհ չի եղել։ Հիմա դա ինչի շնորհիվ է։ Հումանիտար գիտությունների, հոգեբանության մտածելակերպի արդյունք է։ Հայաստանի համար գիտության առաջնահերթություններից միակ հումանիտար ուղղությունը հայագիտությունն է, որը կարծես վերջին պահին են ավելացրել ցուցակին, թերևս որպեսզի տարատեսակ խոսակցություններից խուսափեն։ Հատկապես Հայաստանի համար այս փուլում շատ կարևոր է, որտեղ այդ հումանիտար գիտությունը պիտի մեզ օգնի, որ հասկանանք ինքներս մեզ եւ փորձենք հասկանալ պետության ինչ մոդել պետքա կառուցենք։ Հումանիտար գիտություններն անտեսելու պատճառների շարքում ռեսուրսների բացակայությունը չի կարող նշվել։ Ամենակիչ ֆինանսները պահանջվում են հենց հումանիտար գիտությունների զարգացման համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բանկերն ու քաղաքացիները գուցե չստանան էժան վարկեր, բայց փոխարենը գնաճային ռիսկերը շուկայում կզսպեն։ Կենտրոնական բանկի նախագահը այսօր խոսել է երկրի ֆինանսատնտեսական խնդիրներից, Հայաստանի ռիսկի հավելավճարը ըստ գլխավոր դրամատան ղեկավարի նվազել է, այսինքն դրսից ներդրողները պատրաստ են ավելի ցածր շահույթի պայմանով ձեռք բերել Հայաստանի արժեթղթերը։ Ենթադրվում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումից հետո ռիսկի հավելավճարը ավելի կնվազի, թե որքան դժվար է կանխատեսել, նշել է Մարտին Գալստյանը։ Ինչ վերաբերում է անշարժ գույքին, մենք, եթե մեր ֆինանսական կանոնության հաշվետվություններին հետևել եք, մենք անընդհատ մեր վերջին երևի 4
հաշվետվության մեջ առնվազն խոսել ենք պոտենցիալ հնարավոր գների անկման ռիսկի վերաբերյալ, բայց բարեբախտաբար այս պահին մենք ինչ որ տեսնում ենք, մենք ունենք մի իրավիճակ, որ գների անկումը եթե նույնիսկ կա, ապա ինքը շատ չափավոր է ու տեղի է ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով, որի համար մենք որևէ հավելյալ ռիսկեր այս պահի դրությամբ չենք տեսնում։ Ամեն տարի մոլորակի վրա մոտ 59,000 մարդ է մահանում կատաղություն հիվանդությունից, առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով 95%-ը շանգկծելու հետևանքով։ Մեր երկրում էլ դեպքերը եզակի չեն, օգոստոսին Ակնալիճում 2.5 տարեկան երեխա մահացավ, վերքը խորը չէր, ծնողները չէին էլ պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ շանգկծածը։ Նյարդային համակարգը ախտահարող այս հիվանդության բուժման մեթոդներ չկան, միակ տարբերակը ժամանակին պատվաստվելն է, վնասվածքը ստանալուց հետո ամենաուշը 72 ժամվա ընթացքում։ Ընդ որում նույնքան վտանգավոր են թե կատաղած թափառող շները, թե փոքրիկ սկյուռիկներն ու այլ մանր կենդանիները, որոնց հաճախ սիրում են կերակրել փոքրիկները։ Օրեր առաջ 20 օրական շուն էր կծել 1.5 տարեկան փոքրիկին, երեխային հենց իրենց 20 օրական շունն էր կծել։ Կարճ ժամանական շունը սատկել է։ Տարվա ընթացքում բազմաթիվ այսպիսի դեպքերի մասին լսում ենք։ Լինում է նաև հակառակը, երբ մարդն է մահանում։ Տարածված կատաղություն հիվանդությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է։ Այն ունի 100% մահաբերություն, որն ընթանում է սուր նյարդաբանական ախտանշանների համակցությամբ, գերակտիվության դրսևորմամբ կամ կաթվածահարման ախտանշանների համակցմամբ։ Կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառը քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ ու ջուր ընդունում։ Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող եւ վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն ու կատուները։ Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով, կծելու, ճանկռելու, նաեւ վարակված կենդանու թքի միջոցով, անմիջական շփման դեպքում եւ այլն։ Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10-ից 90 օր է, հազվադեպ մինչև 1 տարի եւ պայմանավորված է կծած տեղով։ Կարող է արբուխանման ինչ-որ երևույթներ տեղի ունենան, գլխացավ, թուլություն, իհարկե արդեն երբ որ վիրուսը հասնում է կենտրոնական նյարդային համակարգ, առաջանում են խորը խանգարումներ նյարդային, կենտրոնական ապարատի ախտահարման ախտանշանները, որը ի վերջո արդեն տերմինալ ստադիայում հիվանդության բերում է կաթվածահարության, շնչառության կանգի եւ սրտի կանգին, որը բերում է մահվան։ Չախմախչյանի խոսքով կատաղություն հիվանդությունը սպეციფიկ բուժում չունի, կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են։ Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-ից 98%-ով, սակայն պատվաստումը նվազարդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր եւ ավելի անց։ Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց 2 շաբաթ անց, հասնելով առավելագույնի 30-ից 40 օր հետո։ Տնային կենդանիների անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում կատաղություն հիվանդության դեմ տարին 1 անգամ։ Խորհուրդ է տրվում անգամ նույնիսկ թույլ ճանգռվածության, կծվածության ժամանակ դիմել անպայման բժշկի, որպեսզի այդ հետագա այդ բուժ միջոցառումները, բուժ կանխարգելիչ միջոցառումները իրականացնեն եւ համապատասխան օգնություն ցույց տան տուժածին։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով կանխարգելիչ գործողություններն են պահպանել ընտանի կենդանիների խնամքի եւ պատվաստման կարգը, չգնել եւ չխնամել շներ առանց անասնաբուժի տեղեկանքի, կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ, կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում, օճառաջրով, այնուհետև յոդի սպիրտային խիտ լուծույթով կամ անհապաղ դիմել բժշկի ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում հսկողության տակ պահել կծող կենդանուն 7-ից 10 օրվա ընթացքում։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ 3 տարվա ազատազրկում հերթապահսպային Ազատ գյուղի Զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով առաջին դատավճիռը։ 5 միլիոն դրամ գրավ եւ բացակայության արգելք, հակակոռուպցիոն դատարանի որոշումը Գյումրու քաղաքապետի գործով։ Արհեստական բանականությամբ ղեկավարվող դրոններ Երևանի փողոցներում կհսկեն կարգ ու կանոնն ու կհետևեն խցանումներին։ Մեթեո աշխարհ ինչպես կանցնի չորեքշաբթին, ավելին հաջորդ հիվ։
Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Նոր հարթակ կիբերանվտանգության համար ներքին գործերի նախարարությունը գործարկում է կիբերոստիկանություն տելեգրամյան ալիքը։ Պատասխանատունները այս հարթակը ստեղծել են կիբերհանցագործությունների նոր մարտահրավերների մասին քաղաքացիներին ժամանակին իրազեկելու եւ թվային միջավայրում նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Գերատեսչությունից տեղեկացնում են, ալիքում կհրապարակեն խորհուրդներ, նորություններ։ Էջը կառավարելու է քրեական ոստիկանության համապատասխան բաժինը։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարը իմաստունին մինչև մարտ դարձել է զոհ, այսինքն իրազեկելով, որտեղ եթե որ ապեն զոհ ես դառնում, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի գումարը հետ վերել կամ ինչ-որ մի տենց բան, որովհետև միջազգային տենց մաֆիոզ խմբեր են աշխատում ու շատ բարդ է դրանց դեմ պայքարելը։ Ու այդ տեսանկյունից կամայական իրազեկող կրթող գործողություն շատ միանշանակ դրական է։ Ուրիշ հարց, որ քաղաքացիների մի տենց ստվար զանգված կա, որը համառորեն չի ուզում տեղյակ լինել ու իրանց դեպքում երևի պետք է դռնեդուր գնալ պատմել։ Վայոց ձորի Խաչի գյուղում կրկին պատրաստվում են Գաթայի փառատոնին, պարի եւ երգի խմբեր են փառատոնին մասնակցելու կավագործության, տիկնիկագործության վարպետաց դասեր են լինելու։ Փառատոնի մասնակիցներին հենց թոնրի մեջ գաթա եւ լավաշ թխելու հմտություններին են ծանոթացնելու։ Կազմակերպիչները ակնկալում են, որ մի քանի հազար այցելու կմասնակցի փառատոնին։ Հիշեցնեմ, որ նախկինում ամենամեծ գաթան 3 մետր 17 սանտիմետր տրամագծով թխվել է 2017 թվականին։ Անցյալ տարի արդեն գաթայի չափսերը հասել են 4 մետրի։ Զանազան բաղադրատոմսերով եւ այդտեղ տան տնտեսուհիները, կանայք կարողանում են հորինել նոր տիպի գաթաներ, նոր խորիզներով, նոր միջուկներով եւ դա էլ է տալիս հնարավորություն, որպեսզի մեր ավանդական ուտեստները վերափոխվեն եւ դա չկորցնեն իրենց արդիականությունը եւ միշտ լինեն պահանջված։ Բայց ամենակարևորը այստեղ գիտեք ինչու՞մն է, որ ճիշտ է շատ բան է փոխվել 20 թվականից, բայց Խաչիկը չի վերացել մնալ սահմանամերձ գյուղ։ Վարպետաց դասեր կունենանք, գաթա պատրաստելու վարպետաց դաս կունենանք, կավագործության վարպետաց դասեր կունենանք։ Գաթանախշիշները ունենում ենք, նախորդ տարի ունեցել ենք, որ տեղում մարդիկ կարողացել են պատրաստել փայտից, այո, փայտից պատրաստել։ Խնամքով լվանալ եւ չորացնել կանաչիներն ու մրգերը, ապա դրանք սիրով փաթեթավորել։ Իմուղի կենտրոնը իր սաների համար էրգոթերապիայի դասեր է անցկացնում նրանց մոտ տարրական հմտություններ զարգացնելու համար։ Գրեթե 2 տասնամյակ խնդիրներ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթող Իմ ուղու կողքին է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Վիվան։ Խնամքով ու սիրով է լվանում մի փունջ կանաչին։ Էրգոթերապիայի հենց այս պարզ, բայց նպատակային գործողություններն են օգնում աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել ֆիզիկական, զգայական ու կոգնիտիվ հմտությունները։ Իմուղին կենտրոնի սաները մասնագետների ուղղորդմամբ եւ աջակցությամբ կանաչիների եւ մրգերի չորացման նոր ծրագիր են իրականացնում։ Գործընթացը սկսվում է լվացում չորանոցային մշակումով, ավարտվում փաթեթավորմամբ։ Շրում ենք ու փոխանցում ենք աղավնի։ Յուրաքանչյուրը գիտի զբաղվածության մեջ իր դերը, տեղը, շղթայական գործողությունները կարողանում են կատարել նախապես ուսուցանվելով, ձեռք են բերում համապատասխան վարքային դրսևորումներ, որոնք օգնում են իրենց սեղանի մոտ համագործակցել ընկերների հետ։ Մեզ համար հաջողություն է ամեն մի քայլ, որ իրենք անում են, բայց ավելի մեծ հաջողություն կլինի, երբ իրենք կարողանան գտնել իրենց հարմար աշխատանք եւ կլինեն լիարժեք ինտեգրված հասարակությունում։ Մասնակիցներն ընդգրկված են ամբողջ շղթայում։ Մասնագետները հաշվի են առնում երեխայի ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ, զգայական եւ ճանաչողական կարողությունները, նաեւ նրա կարիքները։ Վաճառքը հնարավորություն կտա նորից նոր խմբականակ կանաչիներ գնելու եւ երեխաներին անընդհատ եւ շարունակական զբաղվածություն ապահովելու։ Մեզ համար ցանկացած աջակցություն շատ կարեւոր է։ Իսկ եթե այդ աջակցությունը տարիներ ի վեր զգում է մասնագետը եւ ծնողը, դա թույլ է տալիս ավելի կայուն եւ սահուն իրականացնել մեր արժեվ դրված բոլոր ծրագրերը։ Վիվա ընկերությունը նպատակների նոր նշաձող սահմանելով շարունակում է աջակցել Իմուղին սոցիալ հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին, որտեղ էրգոթերապիան ամառային ծրագրերի առանցքում է։ При наличии
достаточно самоотдачи. Եթե կա նվիրում, պրոֆեսիոնալիզմ եւ աշխատանքի ճիշտ պլանավորում, հաջողությունն անխուսափելի է։ Տարիների մեր համագործակցությունը դրա վկայությունն է, մեզ ոգևորում են մասնագետների նպատակասլացությունն ու հետևողականությունը։ Եթե նրանք չհավատան իրենց ուժերին եւ բավարար քայլեր չկատարեն, թեկուս ամենաչնչին դրական փոփոխություն ստանալու համար, կողմնակի ցանկացած միջամտություն անիմաստ կլիներ։ 20-ամյա գործունեության ընթացքում Viva-ն իմուղին կենտրոնում ներդրել է ավելի քան 256 միլիոն դրամ։ Մասնագետները բարձր են գնահատում շարունակական աջակցությունը։ Դա թույլ է տալիս ջանքերը հնարավորինս հետևողականորեն գործադրել վերականգնողական բոլոր թերապիաների իրականացման համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ակում ենք թողարկումը։ Անոչաչու թռչող սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք պլաստմասե տարա է նետվել, որում եղել են 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, խաղաքարտեր, նաև թմրամիջոցի նմանվող ընդհանուր մոտ 18 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։ ATS-ի միջոցով թմրամիջոցների եւ այլ արգելված իրերի փոխանցումը կանխվել է։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ եւ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթներ կլինեն սեպտեմբերի 21-ին անկախության օրվա առթիվ։ Դրանք կանցկացվեն Երևանի Հանրապետության եւ Ազատության հրապարակներում։ Միջոցառման ընթացքում կենտրոնական մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։ Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովանիսյանի տուն-թանգարանը։ Լուրը հայտնել է զինվորի հայրը Արտակ Հովանիսյանը։ Տուն-թանգարանը Վարշավյան փողոց 15 հասցեում է։ Այցելության օրերը երեքշաբթիից շաբաթ են, ժամը 11:00-ից 18:00։ Ներքին գործերի նախարարությունն այսուհետև արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր կկիրառի։ Դրանց կիրառման հատուկ դասընթացներ անցած ներքին գործերի նախարարության ծառայողները տեսական ու գործնական քննություններ են հանձնել անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածման համար։ Անօդաչու թռչող սարքերը արհեստական բանականության շնորհիվ կարող են օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը եւ կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ Այս ATS-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկելու հնարավորություն։ Լոլիկ աճեցնողները մտահոգ են, բերքն առատ է, իրացնել չեն կարողանում։ Հնարավոր խնդիրները լուծելու համար գործադիրը մշակել ու արդեն գործարկել է պետական աջակցության նոր ծրագիր։ Կառավարությունը վերամշակող ընկերություններին առաջարկում է նախապես պլանավորված մթերքի ծավալները վերանայել եւ 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց սուբսիդավորում ստանալ։ Մթերվող լոլիկի գինը պետք է պակաս չլինի 40 դրամից։ Կիբերհարձակման զոհ է դարձել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հայտնել է, որ անընդհատ հարձակման փորձ է արվել իր էլեկտրոնային հասցեի վրա։ Մարտին Գալստյանը քաղաքացիներին եւս մեկ անգամ հորդորել է անձնական տվյալները չտրամադրել երրորդ անձանց։ Գալստյանը հայտնել է, որ իր հաշիվների վրա զեղծարարների փորձերն անհաջող են եղել։ Զեղծարարները հարձակումներ էին գործել նաեւ քաղաքացիների բանկային հաշիվների վրա։ Շատերի անունով վարկեր էին ձևակերպվել, ինչի մասին նրանք տեղյակ էլ չեն եղել։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը ու 5 միլիոն դրամ գրավ կիրառել։ Վարդան Ղուկասյանի դեմ գործը վերաբերում է Գյումրիի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարմանը։ Ազատ գյուղի Զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռն է եղել։ Գեղարք Հունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ կրտսեր սերժանտին դատապարտել է 3 տարի ազատազրկման։ Նա 2023 թվականի հունվարի 18-ից 19-ին ընդգրկված է եղել վաշտի վերակարգում եւ որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Ազատ գյուղում գտնվող Զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում։ Կացարանում գտնվող պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, չեն կարողացել մարել հրդեհը եւ մահացել են, իսկ 3-ը ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։ Վարույթը դատաքննության փուլում է։ Լուսակերտի լքված շենքերից մեկում ըստ լրատվամիջոցների քաղաքացու են ծեծել։ Նա ըստ տեղեկությունների մինչև այդ գնացել է կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով։ Վրդոված ամուսինը զանգահարել է կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց նրա ընտանիքի պնդմամբ Արթուր անունով քաղաքացուն առևանգել են եւ դաժանաբար ծեծել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ։ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն
առևանգելու, ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությամբ մարդուն առևանգելը հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 20 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 24-ից 28, Լոռիում 16-ից 19, Տավուշում 18-ից 22 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 24-ից 28 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 18-ից 22, Սյունիքի նախալեռներում 14-ից 17 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 13-ից 15, ցերեկը 24-ից 27, երեկոյան 20-ից 22 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։